Պարոն Շապավալով, ինչով է պայմանավորված Ստեփան Գրիգորյանի նկատմամբ կիրառված արգելքը։ Ստեփան Գրիգորյանը հայտարարեց, որ ռուսական իշխանությունների այդ որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի։ Դա այդպես է թե ոչ։ Եվ հնարավոր է արդյոք, որ նմանատիպ արգելք հետագայում կիրառվի Հայաստանի այլ քաղաքացիների նկատմամբ, որոնց գործունեությունը նույնպես ցանկալի չէ Ռուսաստանի համար։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տվյալ իրավիճակին մենք ծանոթ ենք անմիջապես պարոն Գրիգորյանի խոսքերից։ Ինչ վերաբերում է մեր պաշտոնական դիրքորոշմանը, ապա տվյալ հարցը ճշտվում է։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խնդրանքով մենք հարցում ենք ուղարկել Ռուսաստան, հիմա սպասում ենք պատասխանին։ Երբ այն ստանանք, այն ժամանակ պաշտոնական կարգով կտեղեկացնենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։ Դրանից հետո նրանք կորոշեն, թե ինչպես կարելի է մեկնաբանել տվյալ իրավիճակը։ Բնականաբար մենք համաձայնեցնում ենք ամեն ինչ։ Ինչ վերաբերում է Հայաստանի այլ քաղաքացիների, որոնց կարող է թույլ չտալ մուտք գործել Ռուսաստան, ապա դուք հիշում եք 2014 թվականի իրավիճակը, երբ գործարկվեց սահման անցնելու ավտոմատացված համակարգը, եւ շատ քաղաքացիներ, հիմնականում աշխատանքային ներգաղթյալներ, չէին կարողանում մտնել Ռուսաստան այն պատճառով, որ խախտում էին երկրում գտնվող ժամկետները կամ վարչական, իսկ որոշ դեպքերում նույնիսկ քրեական խախտումներ էին անում։ Եվ այդպիսի վիճակ կար, բայց դրա պատճառը սահման անցնելու ավտոմատացված համակարգին անցնելն էր։ Մենք լուծեցինք այդ հարցը, այդ թվում շնորհիվ այն հանգամանքի, որ Հայաստանը միացավ Եվրասիական միությանը, որից հետո ըստ էության վերացվեցին մուտքի հետ կապված մի շարք արգելքներ։ Բայց բնական է, որ Ռուսաստանն ունի որոշակի օրենսդրություն, որը կանոնակարգվում է սահմանն անցնելու կարգը, ինչպես Ռուսաստանից դուրս գալու, այնպես էլ Ռուսաստան մտնելու կարգը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների եւ քաղաքացի չհանդիսացող անձանց համար։ Այդ օրենքն ունի մի շարք կետեր, որոնց պատճառով մարդուն կարող են թույլ չտալ մուտք գործել երկիր։ Հետևաբար, եթե խոսենք զուտ տեսականորեն, ապա նմանատիպ բան հնարավոր է, իսկ գործնականում պետք է նայել յուրաքանչյուր կոնկրետ դեպքի։ Այսինքն, ձեր խոսքից կարելի է եզրակացնել, որ այդ խնդիրը զուտ իրավական դաշտում է, ոչ թե քաղաքական։ Քաղաքական ենթատեքստ չկա։ Տեսեք, ես ուզում եմ ասել, որ նախ տվյալ իրավիճակը խիստ անհատական է, քանի որ մենք չգիտենք նմանատիպ մի շարք այլ դեպքերի մասին։ Սա շատ անհատական դեպք է։ Երկրորդը մենք դեռ չգիտենք, որ հարթությունում է գտնվում այս հարցը։ Այդ պատճառով առայժմ չենք մեկնաբանի։ Նախ կպարզենք, հետո կարող ենք տալ առանձին մեկնաբանություններ։ Сначала разберемся, а потом можем дать какие-то отдельные комментарии. Ռուսական ինֆորմացիոն գործակալություններից մեկը հրապարակել էր Հայաստանի քաղաքացիների ինչ-որ ցուցակ, որոնց դեմ նույնպես կարող է կիրառվել մուտքի արգելքը։ Այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Մարդիկ կարող են հրապարակել ցանկացած ցուցակ, հարցն այն է, թե ինչ կշիռ ունեն նրանք։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք որոշ փորձագետների եզրահանգումների հետ, որոնք իրենց կամ իրենց պարբերականի համար ինչ-որ ցուցակներ են կազմում։ Ներեցեք, այդ ցուցակներում կոնկրետ մարդիկ են, որոնք կոնկրետ քաղաքական կամ աշխարհաքաղաքական կողմնորոշում ունեն, իսկ ավելի կոնկրետ Եվրոպամետ, արևմտամետ կողմնորոշում։ Սա քայլ է Հայաստանի քաղաքացիների դեմ, թե սա ավելի ինտերնացիոնալ երևույթ է, այսինքն սա Մոսկվայի քաղաքական գիծն է այն մարդկանց դեմ, ովքեր զբաղվում են արևմտամետ գործունեությամբ։ Вы знаете, я думаю, что в данном случае мы просто говорим. Գիտեք, ես կարծում եմ, որ տվյալ դեպքում մենք պարզապես խոսում ենք ինչ-որ փորձագետների բանականության խաղի հետ, որոնք տեսականացնում են ինչ-որ բաներ, որոնց հետ կապված հավանաբար ինչ-որ մեկնաբանություններ պիտի տան։ Դրանից ոչ ավելի։ Եթե մենք խոսում ենք ինչ-որ կոնկրետ բանի մասին, ապա ելակետ պիտի դարձնենք պետությունների, Ռուսաստանի, Հայաստանի դիրքորոշումները, որոնք պաշտոնապես կհնչեցվեն, իսկ լրատվամիջոցներում կարելի է հրապարակել ինչ ասես։ Հարցն այն է, որ այդ ցուցակները հրապարակողները պատասխան տան իրենց քայլերի համար, որովհետև նրանք առաջին հերթին բարոյական վնաս են հասցնում այն մարդկանց, որոնց ազգանունները հայտնվել են այդ ցուցակներում։ Կարծում եմ, դա արդեն նրանց խղճի վրա է։